Ողջույն սիրելիներս, ողջունում ենք ձեզ մեր ալիքում, արդեն մեր եմ ասում, որովհետև ամուսինս էլ է ձեզ ողջունում։ Ճիշտ ասած, առաջին կադրերից տեսակ այսօր Բարսելոնայում տոն էր, ինչ-որ սուրբ աստվածածնին վերաբերվող տոն էր,
շատ սիրուն տոն է ինքը, ուղղակի այնքան մարդ կար, գնացել էի, որ շատ սիրուն նկարեի ձեր համար, չստացվեց, չթողեցին, անգամ ոստիկանները փակել էին, որտեղ որ տոնակատարությունը պետքա տեղի ունենար, գիտեք որն էր, որ բարձրանում են իրար վրա դղյակի նման, աշտարակի նման բարձրանում են, ամենավերևում երեխաներն են բարձրանում ու արդեն վերջանում այդպես։ Շատ սիրուն էր ու գնացել էի, որ նկարեի, անգամ չթողեցին մտնել։ Սրանից հետո մյուս տարի գնալու եմ առավոտվա ժամը 8-ից, որ խփեմ մնամ այնտեղ, որ կարողանամ ձեր համար նկարեմ։ Մի խոսքով, տեսակ ինչ հասցրել էի նկարել էի, այնտեղ մեծ մարդիկ էին, դա էլ ինչ-որ նշանակություն ունի, ֆուտբոլային իրենց թիմներ Բարսելոնայի ֆանատներն էին, դա մի խոսքով, ինչը վերաբերվում էր Կատալոնիային, այդ մարդկանց միջոցով անցնում էր։ Շատ սիրուն էր, շատ մարդ կար, բացի տեղացիներից, բազմաթիվ թվով զբոսաշրջիկներ, մի խոսքով ուզում էի գեղեցիկ նկարեի, բայց ստացվեց այն, ինչը ստացվեց։ Մյուս տարի խոստանում եմ, ասում եմ, առավոտվանից այնտեղ եմ լինելու։ Տոնը տեղի էր ունենում Բարսելոնայի ամենահին թաղամասերից մեկում, գոթական թաղամասում, նեղլիկ փողոցներով, մի պահ դա էլ եմ նկարել ձեզ համար, շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ թաղամաս է, մի օր անպայման որ տոն չլինի, չնայած այնտեղ միշտ շատ ժողովուրդ կա, որովհետև ինքը տուրիստական վայր է համարվում նաև, բայց մի օր որ արդեն սովորական օր լինի, անպայման կայցելեմ, կնկարեմ ձեզ համար, շատ սիրուն, իրոք եկեղեցիները, կան գեղեցիկ սրճարաններ, շատ սիրուն փողոց է։ Մի օր անպայման կգնանք չէ նկարելու համար, անպայման խոստանում ենք, որ կնկարենք, այնտեղ էլ կաթեդրալ եկեղեցին է, իրենց մայր տաճարն է։ Ուղղակի թաղամասում երբեք հանգիստ չի լինում, շատ մարդաշատ է լինում։ Մարդաշատ է ու ճիշտն ասած այդտեղ ամենահին թաղամասերից է, ինչպես ասացի, բայց մի փոքր էլ վտանգավոր թաղամաս է, խորհուրդ չի տրվում այդ թաղամասում երեկոյան ժամերին արդեն որ մութը ընկնում է այնտեղ լինել, բայց դա Բարսելոնայի ամենահին։ Շատ բլոգերներ վախեցնում են իրանց բլոգներում գրում են, զգուշացնում են տուրիստներին, զբոսաշրջիկներին, որ զգուշ եղեք, գողանում են, տանում են, բայց դե մենք երկար տարիներ ապրում ենք արդեն Բարսելոնում ու շատ անգամներ զբոսնել ենք այդ Ռավել թաղամասում, հենց քաղաքի կենտրոնում, դեռևս մեր հետ ոչ մի արտարոց դեպք չի պատահել։ Չէ, բայց իրոք որ վտանգավոր թաղամաս է, դա իրոք ընդհանրապես, որտեղ որ տուրիստները շատ են, որտեղ որ ավելի շարժը շատ է, այդտեղ ավելի վտանգավոր է։ Հիմա ջան, մենք շատ սիրուն ացածվածք ունենք, չէ՞, դուռդ փակ-փայի, Արևանի թե Գողմի անդանի։ Ուշադիր եղեք։ Ամեն դեպքում պետք է ուշադիր լինել։ Կրկին անգամ ողջույն սիրելիներս, մեզ մոտ հաջորդ օրն է, վլոգը շարունակում եմ հաջորդ օրը ու շարունակում եմ միանգամից շատ համեղ ուտեստ պատրաստելուց։ Ես այս ուտեստը ունեմ իմ ալիքում արդեն նկարված, բայց քանի որ շատ մեծ թվով արդեն բաժանորդներ ունեմ ուտեստը պատրաստելուց հետո, ավելացել են շատ մեծ թվով, ինչի համար շատ շնորհակալ եմ ու շատ ուրախ եմ եւ որոշեցի, որ մեկ անգամ եւս կիսվեմ ձեզ հետ այս ուտեստի պատրաստում։ Ստացվում է շատ համեղ ու շատ պարզ հասարակ ուտեստ է, բայց շատ համեղ է իրոք ստացվում, կարող եք փորձել։ Այս տարբերակով ես պատրաստում եմ ու շատ համեղ է ստացվում։ Հիմա փորձենք պատրաստել միասին։ Մոռացա անունն էլ ասել, պատրաստելու ենք կարտոֆիլի խյուսով եւ աղացած մսով ջեռեփուկ ենք պատրաստելու։ Այստեղ արդեն կարտոֆիլը եփել եմ ես, հիմա աղով եփել եմ, աղավը առայժմ չեմ ավելացնի, այստեղ կավելացնեմ մի փոքր սխտորի փոշիկ ավելացնեմ, շատ համով է այդպես ստացվում։ Ահա, մոտ կես թեյի գտալ, սխտորի փոշի եւ կարագ եմ ավելացնելու։
մի փոքր էլ շատ քիչ իհարկե, որ գույնը շատ չփոխի, սև պղպեղ կավելացնեմ։ Եվ կարտոֆիլից խյուս ենք պատրաստելու։ Սա է սև պղպեղը համի համար ու կարտոֆիլը տրորում ենք։ Այստեղ արդեն խյուսը պատրաստ է, ես մի փոքր էլ աղ ավելացրեցի, որովհետև աղը քիչ էր։ Պատրաստ է խյուսը, հիմա թողնում ենք սա մի կողմ։ Հիմա պատրաստում ենք աղացած միսը, պետք է տապակենք։ Այստեղ սոխն եմ կտրատում, կես սոխ եմ օգտագործելու, որովհետև միսը քիչ է, կես կիլոգրամ միս է, մոտ 600 գրամ ավելի ճիշտ, և քանի որ ես շատ չեմ սիրում սոխի համը, գերադասում եմ, որ առանց սոխի էլ համեղ չի լինի, ոչ մի կերակուր, բայց գոնե քիչ կավելացնենք։ Մանր կտրատում եմ, ճիշտն ասած միշտ բլենդերով եմ անցկացնում, որպեսզի խոշոր հատիկներ չլինեն, բայց այս անգամ որոշեցի մանր կտրատել։ Այստեղ ինչքան հնարավոր էր մանր կտրատեցի։ Հիմա տապակը դնեմ գազօջախի վրա, որպեսզի ավելացնեմ միսը։ Այստեղ տապակի մեջ մի փոքր ձիթայուղ եմ ավելացրել ու ավելացրել եմ աղացած միսը։ Հիմա միսը մի փոքր կտապակեմ, կավելացնեմ սոխը, չեմ ուզում սոխառածանեմ, որ սոխառածի սոխի համը չգա։ Սոխառածի համը, այսպես ավելի թեթև է լինում։ Ու համեմունքները ավելացնում եմ վերջում, հատկապես աղը վերջում եմ ավելացնում, որպեսզի միսը գնդեր չլինի։ Այստեղ բավականին արդեն տապակվել է միսը, հիմա կավելացնեմ սոխը։ Թողեմ, որպեսզի միասին տապակվեն։ Այստեղ մի փոքր կարագել եմ ավելացրել։ Հիմա ավելացնում եմ աղը և համեմունքները։ Ավելացնելու եմ սև պղպեղ, կարմիր պղպեղ, սխտորի փոշի եմ ավելացնելու։ Ինչ համեմունք, որ դուք գերադասում եք, կարող եք ավելացնել։ Մի փոքր է, երևի չոր աջիկա կավելացնեմ, ավելի համեղ կդարձնի։ Այստեղ աղը ավելացրեցի, այստեղ շատ քիչ եմ ավելացնում չոր աջիկան, որովհետև բավականին կծու է։ Ես այստեղ սխտորի փոշին մաղադանոսով ունեմ, դա կավելացնեմ։ Այստեղ սև պղպեղ կավելացնեմ։ Եվ մի փոքր կարմիր պղպեղ կավելացնեմ։ Կարմիր պղպեղը քաղցր է ինձ մոտ, լուծություն չի տալ։ Ու մի լավ խառնում ենք։ Ինձ մոտ այստեղ արդեն պատրաստ են և կարտոֆիլը, և աղացած միսը։ Այստեղ վերցրել եմ որևիցե աման, որը կարող եք եփել ջեռոցում։ Հիմա կարտոֆիլի կեսը կտարածեմ ամանի մեջ, վրան կավելացնեմ աղացած միսը, այնուհետև կես կարտոֆիլի պյուրեով կփակեմ վրան։ Ինձ թվում է, եթե իմ աչքաչափը չի խաբում, ինձ թվում է մի փոքր ես կարտոֆիլը քիչ եմ եփել, մի փոքր կարելի էր շատ անել, բայց ոչ ինչ, այդպես էլ ավելի միսը ավելի շատ կլինի։
Ստվում է ավելի համեղ այդպես կլինի։ Ահա, հիմա այսպես տարածում ենք։ Ես արդեն միացրել եմ ջեռոցը։ Ճիշտն ասած 200-ից 220 աստիճան միջև բոլոր բաղադրիչները եփված են, այնքան ենք պահելու միջև կարմրի գեղեցիկ։ Ահա, այստեղ կարտոֆիլը տարածելուց հետո վրան ավելացնում եմ միսը ու նորից տարածում ենք։ Ահա, միսը տարածելուց հետո ավելացնում եմ կարտոֆիլը եւ նորից տարածում ենք, արդեն փակում ենք, այսպես ասած։ Արդեն զգուշությամբ ենք տարածում, որպեսզի մի քիչ մսի վրա ավելի դժվար է տարածելը։ Չէ, լավ էլ հավասար ճիշտ քանակով եփել էի։ Կարտոֆիլը քչություն չարեց հաստատ։ Եվ զգուշությամբ տարածում ենք։ Ահա, այս երևի շերտն էլ փակելուց հետո հիմա ես մի փոքր մայոնեզ եմ պատելու, ավելի մայոնեզով ավելի փափուկ հյութ է ստացվում ու համեղ է ստացվում։ Շատ քիչ, վրայի շերտը մի փոքր բարակ շերտով մայոնեզ եմ լցնելու։ Այդպես շատ համեղ է ստացվում։ Հիմա սա կտարածեմ ու վրան կավելացնենք քերված պանիր։ Որևիցե հալվող պանիր կարող եք ավելացնել, ես մոցարելա եմ ավելացնելու։ Մայոնեզն էլ տարածելուց հետո արդեն ավելացնում ենք պանիրը։ Անկեղծ ես սիրում եմ պանիրը առատ լինի։ Եթե սիրում եք այն նման առատ, կարող եք առատ ավելացնել, եթե չէ, կարող եք քիչ ավելացնել ձեր ցանկությամբ։ Հիմա ուղարկում ենք, ինչպես ասեցի, ջեռոցը նախապես ես արդեն միացրել եմ 200 աստիճան, ուղարկում ենք այնքան, քանի որ բոլոր բաղադրիչները արդեն եփված են, պատրաստ են արդեն, ուղարկում ենք այնքան, մինչև պանիրը հալվի եւ գեղեցիկ գույն ստանալը։ Ահա սա էլ մեր համեղ եւ գեղեցիկ ուտեստը, շատ համեղ է ստացվում, կարող եք փորձել։ Սիրելիներս, երևի իմ այսօրվա պատրաստած ուտեստով շատերի մի փոքր հոգսը թեթևացրեցի, ինչ պատրաստել այսօր այդ հոգսը։ Բոլորիս էլ խնդիր է ինչ պատրաստել այսօր, այդ հարցը երևի բոլորիս է տանջում է։ Մի խոսքով երևի ձեզ մի գաղափար տվեցի այսօրվա ուտեստը պատրաստելու համար։ Երևի այսքանով վերջացնեմ այսօրվա վլոգը, ձեզ հրաժեշտ տամ ու ինչպես միշտ ձեզ մաղթեմ։ Մնացեք բարյավ եւ խաղաղ, սիրելիներս։